Ես Սոֆիան եմ։ Ես Հայկ Ղազարյանն եմ։ Ես Լիլիթ Համբարձումյանն եմ, քիմիայի մասնագետ։ Այդ դպրոցում աշխատում եմ որպես քիմիայի ուսուցչուհի, կանաչ քիմիա ակումբի նախագծի ղեկավար, ինչպես նաև բնագիտական առարկայախմբի ղեկավար։ Որ մենք իրականացնում ենք 3 հատ նախագիծ միաժամանակ։ Ես իրականացնում եմ պայքար ծանր մետաղների դեմ ջրում նախագիծը, որը կենտրոնանում է գլոբալ երկու խնդիրների, պլաստիկի կուտակումների եւ ջրի աղտոտվածության վրա ծանր մետաղներով։ Կան նաև 2 այլ նախագծեր, դա TerraFix-ն ու FlexRack-ն է։ Մեր նախագծի ընթացքում մենք պատրաստում ենք կենսաքայքայվող հակաբակտերիալ թաղանթներ, որոնց միջոցով հնարավոր է պահպանել սնունդը երկարացնել ունես պահպանման ժամկետը։ Առհասարակ կանաչ քիմիա ակումբում երեխաները փորձում են լուծել էկոլոգիական խնդիրները։ Ֆիզիկն են օրինակ ջրի աղտոտվածությունը կամ պլաստիկի կուտակումները։ Կարողանում ենք խնդիրը բարձրացնել, տարբեր մրցույթներին մասնակցելով խնդիրը տարածում էինք եւ ավելի շատ մարդիկ իմանում էին խնդրի մասին։ Տարվա ընթացքում մենք մասնակցեցինք 2 մրցույթի, համահայկական գիտության փառատոնի եւ Diamond Challenge-ի։ Շատ բուրըն տարի ունեցանք, ես կարող եմ նախ դա ասել, հա, ամեն ինչն շատ արագ մտավ գործունեության փուլի մեջ, փորձնական աշխատանքներ, փորձից եզրակացություններ։ Ամենահետաքրքիր կարծում եմ հետազոտությունների ընթացքն եւ ընդհանուր փորձերի կատարումը, երբ որ հետազոտում ենք տարբեր նյութեր, փորձելով գտնելով նրանց մեջ հակաբակտերիալ հատկությունները եւ փորձարկումներ ենք անում տարբեր մրգերով, հիմնականում ելակներով։ Նախագծային ուսումնառության մեջ ղեկավարի դերը միշտ հետաքրքիր է եղել, իսկ այս տարի հատկապես շատ հետաքրքիր էր, որ մենք այդ փորձառությունը կիսեցինք մեր շրջանավարտի հետ, հա, ով անցած տարվանից խանդավառված, շատ մեծ եռանդով ներգրավեց մեր աշխատանքներին։ Ամենատպավորված բաները, որ եղել են, դա չեմ ասի ցախողում, բայց անսպասելի անհաջողություններն էին։ Սակայն այդ դեպքերում միմյանց օգնելով խնդիրը առաջ են գանցել։ Ամենահաճելի պահը այն է, երբ երեխեքի աչքերը վառվռում են գաղափարներ ներկայացնելիս, կարող է այդ պահին լրիվ անիրատեսական մի բան են առաջարկում, բայց կամաց դարձնում ենք իրատեսական եւ իրագործում ու կյանքի կոչում։